Գարնան վերջում, որ նշանների ցանկությունները կկատարվեն եւ կհանդիպեն անսպասելի անակնկալների։ Գարնան վերջը խոստանում է հատկապես բարենպաստ լինել որոշակի կենդանակերպի նշանների համար, նրանց բազմաթիվ հնարավորություններ տալով իրականացնելու իրենց ցանկությունները եւ ճակատագրից անսպասելի նվերներ ստանալու։ Աստղերը դասավորված են այնպես, որ 6 նշանները կստանան հատուկ աջակցություն կյանքի տարբեր ոլորտներում, նպաստելով նվիրական ցանկությունների իրականացմանը եւ անսպասելի անակնկալներ պարգևելով։ Այնուամենայնիվ հիշեք, որ աստղերը միայն ուղղորդում են եւ հաջողությունը կախված է ձեր նախաձեռնողականությունից եւ որոշումներ կայացնելու պատրաստակամությունից։ Եկեք ավելի մանրամասն քննարկենք, թե որ նշանները կլինեն ուշադրության կենտրոնում եւ որ ոլորտներում են սպասվում դրական փոփոխություններ։ Խոյ. Նոր նախագծերի մեկնարկ եւ անձնական աճ։ Ձեզ համար գարնան վերջը կլինի նոր ձեռնարկումների ակտիվ մեկնարկի ժամանակաշրջան։ Այս ժամանակահատվածի էներգիան ենթադրում է, որ խոյի վճռականությունն ու համառությունը կրկնակի կպարգևատրվեն։ Հանգամանքների ազդեցության տակ հանակ բնիկները կարող են ակնկալել հանկարծակի ֆինանսական հնարավորություններ, ինչպիսիք են աշխատանքի առաջ խաղացումը, շահավետ գործընկերությունը կամ նույնիսկ անսպասելի հաղթանակը։ Գալիս է մի ժամանակ, երբ ցանկացած հավակնոտ ծրագիր կստանա աջակցություն տիեզերքից։ Դուք պարզապես պետք է համարձակվեք եւ առաջին հայլը կատարեք։ Խեցգետին ներդաշնակություն անձնական կյանքում եւ ֆինանսական բարեկեցություն։ Խեցգետինները կզգան արտասովոր ներքին ներդաշնակություն, որը կհանգեցնի ավելի ամուր անձնական հարաբերությունների եւ բարելավված ֆինանսական վիճակի։ Այս ժամանակահատվածի էներգիան կուժեղացնի ռոմանտիկ թրթրումները, այն դարձնելով իդեական սիրո, ամուսնության կամ կատարյալ զուգընկիր գտնելու համար։ Ավելին, ձեր ինտուիցիան կբարձրանա, ինչը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել ներդրումների, կարիերայի եւ ընտանեկան հարցերում։ Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, բոնուսներ, շարանգություններ կամ շահավետ գործարքներ։ Կույս. կարիերայի աճ եւ ճանաչում։ Կույսերը կմտնեն ծաղկման փուլ, որը կբացի դռները դեպի շքեղություն եւ սոցիալական հաջողություն։ Կազմակերպվածությունը եւ մանրամասներին ուշադրությունը կօգնեն ձեզ առավելագույնի հասցնել բարենպաստ աստղագուշակական ասպեկտների առավելությունները։ Կարիերայի աճը կլինի արագ, իսկ նոր կապերը կլինեն հզոր աջակցության աղբյուր։ Կույսերը պետք է ուշադրություն դարձնեն այն առաջարկներին, որոնք առաջին հայացքից կարող են ռիսկային թվալ։ Դրանք կարող են հանգեցնել հսկայական հաջողության։ Այցեկջուր, նվիրական ցանկությունների իրականացում եւ նորացված զգացմունքներ։ Այցեկջուրները, ովքեր միշտ հավակնոտ նպատակներ են դնում, կարող են թեթևացած շունչ քաշել, քանի որ տիեզերքը որոշել է նրանց ցանկությունները վերցնել իր թևի տակ։ Այս ժամանակահատվածում ձեր բոլոր երազանքները կսկսեն իրականանալ։ Նորացված սիրային կյանք սպասող այցեկջուրները կդպնեն այն։ Երկարսպասված ճանապարհության մասին երազողները կարող են վստահորեն հավաքել իրենց ճամփրուկները։ Ֆինանսական հաջողություն, գործընկերների ճանաչում, նոր սեր, այս ամենը եւ ավելին սպասում է այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին։ Հիմնականը ձեր ցանկությունները ճիշտ պատկերացնելն է։ Ջրխոս. բարձրագույն ուժերի աջակցություն եւ կարիերայի հաջողություն։ Ջրխոսը կարող է հույս դնել կախարդական ժամանակի վրա, քանի որ բարձրագույն ուժերը որոշել են դառնալ իրենց դաշնակիցները իրենց ցանկությունները իրականացնելու գործում։ Տիեզերքը կաջակցի ձեզ բոլոր ճակատներում, թե անձնական կյանքում, թե կարիերայում։ Սիրո մասին երազող միայնակ ջրխոսները կվայելեն ճակատագրական հանդիպում։ Այս կենդանակերպի նշանի ընտանիքի անդամները կարող են ակնկալել ներդաշնակություն եւ երջանկություն։ Կարիերայի հեռանկարները նույնպես հիանալի կլինեն, նոր հավակնոտ նախագծերը կբերեն ֆինանսական բարեկեցություն։ Երկվորյակներ, հորիզոնների ընդլայնում եւ հաջող կապեր։ Երկվորյակներին սպասվում է բարեգվացման շրջան։ Աստղագիտական տեսանկյունը բարենպաստ հնարավորություններ կընձեռեն ձեր հորիզոնները ընդլայնելու համար։ Սա իդեալական ժամանակ է անձնական աճի եւ զարգացման համար։ Այս ժամանակահատվածը նոր հեռանկարներ կբերի ձեր կարիերայում, ճանապարհություններում եւ կրթությունում։ Ձեր հաղորդակցության հմտությունները կլինեն իրենց գագաթնակիցին, սա կատարյալ ժամանակ է նոր կապեր հաստատելու եւ ճիշտ մարդկանց հետ կապվելու համար։ Օրվա աստղագուշակ։ Խոյ. Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխարմեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության եւ հոգատարության կարիքն ունի եւ ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ. Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական եւ պրոֆեսիոնալ խնդիրներն իրանց երկար սպասեցնել չեն տա։
Անձնական կյանքում ջերիշխողը դրական միտումներն են, օրը բավական հարմար է նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ։ Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին։ Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ։ Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար։ Առաջին հերթին պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահոգացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով։ Այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապճեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուց գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան։ Ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս։ Այսօր ձեզ պետք կգան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապույրի չարկածներ, բազմաթիվ առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք։ Օրը հատկապես հաջող կզարգանա այն առյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք։ Օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր։ Դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Գույս ծնողների մոտ դժվարություններ կցակեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ։ Այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ցակեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ եւ խարտավազք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով։ Այսօր անվերջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առանց գրոշի։ Աղեղնավոր։ Այսօր ով ասես փորձում է խառնվել ձեզ գործերին։ Ձեզ անվերջ խորհուրդներ են տալիս էլ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, էս էլ նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգիստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի։ Դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգիստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջուր։ Մի սպասեք նվերների։ Եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք։ Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք, եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս։ Այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է չիրականացնելը։ Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը։ Ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարտակ միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտարոլելու նյութ տալ։ Ձգներ։ Պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ։ Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայելի հենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով։ Ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։